Երկնքում օդային ճանապարհը կփակվի գետնի վրա Հայաստան եկող գազի փականը։ Ահա այսպիսի ռիսկեր են կանխատեսում Հայաստանի համար քաղաքագիտական եւ վերլուծական համայնքում, եթե հայ-ռուսական հարաբերությունները ել ավելի վատթարացման ուղով ընթանան։ Մի փական փակելով կարող են լրջագույն ցնցումներ առաջացնել Հայաստանում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրը մի ռիսկի մասին է բարձրաձայնում։ Այս անգամ նա զգուշացնում է, Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Ռուսաստանն այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չունի։ Նշանակում է, մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին հայտարարել է, թե Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ Ներկա պահին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ըստ Պեսկովի հնարավորություն է տալիս երկրին զարգանալ ԱՊՀ-ի միջին ցուցանիշը գերազանցող տեմպերով։ Դուք ունեք ինտեգրում ԵԱՏՄ-ի տեսքով եւ այնտեղ գումար եք վաստակում եւ ոչ քիչ գումար։ Ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս այժմ զարգանալ արագացված տեմպերով։ Դրանք շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ի միջին ցուցանիշը եւ առավել եւս շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ Ռուսաստանում։ Հայաստանը գործնականում չունի արևմտյան հեռանկար։ Եվրամիությունում մեզ չեն սպասում։ Եվրամիությունում մեզ ընդհանրապես խոստումներ են տալիս, որպեսզի դրա դիմաց Հայաստանը օգտագործեն իրենց շահերի համար։ Վերջ, այստեղ պատրաստներ ունենալ պետք չի։ Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնալու։ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունները, որը ունի, եւ մենք տեսնում ենք այն տնտեսության աճը, որը Փաշինյանը ցույց է տալիս եւ մատնանշում է, որ տնտեսությունը զարգանում է, բյուջեի եկամուտները աճում են եւ այլն։ Այդ ամենը Հայաստանը կարող է կորցնել, իսկ Եվրոմիության անդամ չդառնալ, որովհետեւ Հայաստանը պատրաստ չի դառնալ Եվրոմիության անդամ, չի համապատասխանում այդ ցուցանիշներին։ Հայաստանում իշխող ուժը այսպես է արձագանքում Ռուսաստանի սպառնալիքներին։ Կբարձրացնեն գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան, պատասխանը կլինի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Հայաստանի Հանրապետությունը իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրանք կգնա կհասնի։ Եթե Եվրոպան դեռ չի երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, Ռուսաստանի դեպքում հայաստանյան իշխանությունները կարծես թե հույսը կորցրել են ընդհանրապես։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաեւ ազգային ժողովում մենք ասում են ով է ձեր երաշխավորը, Ադրբեջանն է ձեր երաշխավորը, եւ չեն հասկանում, որ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Հասկանում եմ Ալեն Սիմոնյանը ինչ էր ուզում ասել իրականում եւ շատ անհաջող ձևակերպել։ Խնդիրը այդ չի, խնդիրն է, որ դու ինչի համար ես Ռուսաստանի հետ մտնում կոշտ առճակատման մեջ, եթե այլընտրանքը չունես, պետք է ընդհանրապես ավելի զգուշավոր լինել։ Հայաստանի իշխանությունները հակառակ ավելի են սրում խաղը, թե ինչ է, թե կարող են մի քանի տասնյակ հազար լրացուցիչ ձայներ ստանալ եւ արևմուտքն էլ աչք կփակի, երբ որ Հայաստանում ռեպրեսիաներ լինեն։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Բաքուն էլ թե ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, այդ թվում Ղարաբաղյան տարածաշրջանը։ Բաքունի պատասխան Պեսկովի հայտարարությունների անթույլատրելի է համարում փաստի շահարկումը։ Ընդհանրապես, ըստ քաղաքագետների, այս հարցում Հայաստանի իշխանությունների պահվածքը շատ սխալ էր։ Հետո ինչ ասենք, եթե վաղն Ռուսաստանն էլ հայտարարի, որ Սյունիքն էլ է Ադրբեջանի կազմում, հա չգիտեմ Գյումրին էլ եւ ինչ Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, դե լավ, որ ասում եք, ուրեմն այդպես է։ Ըստ քաղաքագետների պետք չէ կոշտ առճակատման մեջ մտնել գերհզոր պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երբ այլընտրանքը չունես։ Առավել եւս, երբ աշխարհը տեղյակ չէ, թե ինչ կլինի վաղը եւ օրինակ ինչպես կզարգանան գործողությունները Իրանում եւ Իրանի շուրջ։ Եվ վերջապես, ակնհայտ է, պետք չէ հանուն քաղաքական շահի վտանգել ամենաբարձրն ու կարևորը՝ պետական շահը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։